Մեր փրկին Տեր Հիսուսին անով ողջունեմ ձեզ բոլորդ եւ Աստծո փառք ունենք, որ այս արիթը մեզի շնորհեց։ Եկեք մեր պաշտամունքը սկսենք Երանթուն օքյով երկելով 66-րդ երգը։ Երգի 66։ Ինչպես բարեկամ է Տերը միշտ մեզի գահամբեր է։ Գները մեր հանցանքները եւ մեր վիշտերն ալ գգրե։ Հոդնգայս մեր երկարաներու յետին գտնվող փոխադարձ ընթերցանությունը բիդալա թիվ 13 անոնք որոնք կրնան ոտքի վրա 13 փոխադարձաբար պիտի գարտանք Ուստի Քրիստոսի վրայով առաջին սորվելիքները ցկելով գադարյալին քանք Արդ գաղաչեմ ցեզի եղբայրներ Աստուծո ողորմությունովը որ ցեր մարմինները ընձայեք գենթանի զոհմը Սուրբ Աստուծո հաճելի որ է ցեր փանավոր ճաշտոնը Ցեր անձերը Աստուծո ընձայեցեք, որպես թե մերելները ողջնցած եւ ցեր անդամները արդարության կորձիկներ Աստուծո։ Ինչպես ցեր անդամները անօրենության համար ընձայեցիք, բրձության եւ անօրենության ծառաները լալու Այնպես հիմա ցեր անդամները սրբության համար ընձայեցեք արդարության ծառաներ ըլլալու Միասնաբար եւ ոչ թե որչափ մենք Յովուսային հաբա անցերնին ալդվին առաջ դերոջը ու ետքը մեզի Աստուծո կամքովը
թող դերը օրհնե իր խոսքին ընթերցանությունը, եկեք մեր սրտերը պատրաստենք եւ Աստծո օրհնությունը խնդրենք այս պաշտամունքին վրա։ Բաշտելի Հայր փառք ունենք քեզի, որովհետեւ դու մեր մեջ ներկա ես, որովհետեւ դու մեզ սիրեցիր անհուն սիրով եւ մեր փրկության համար միածինդ աշխարհ գրգեցիր, մեր փրկիչը Տեր Հիսուսը եւ փառք ունենք Տեր այն բոլոր օրհնություններուն համար, շնորհներուն համար, որոնք կվայելենք, անոր համար երկյուղածությամբ կուքանք քո առջևդ, շնորհակալության հոգիով, քողունակ սիրտով, փառք ունենք մեր վայելած բազմաթիվ բարիքներուն օրհնություններուն համար։ Այո Տեր, շնորհակալ ենք, որ քեզի պես դեր ունենք, թուն բարիած աղբյուրը եղող Աստված ես, եւ ամեն բարի դուր քեզ մեզի գդրվի։ Փառք ունենք Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար, շնորհակալ ենք մանավանդ այն մեծ նվերին համար, Սուրբ Հոգվույն Մխիթարիչին համար, որ մեր սրտերու մեջ կփնագի եւ մեր այս ճամփորդության ընթացքին մեզի հետ կլա, մեզ գզորացնե, գարաչնորթե, գմխիթարե, գքաչալերե, նաեւ գտաստիարագե ու գբադրաստե մեզ քու երկրորդ քալստյանդ։ Այո Տեր, քու մեծապարության դարչև գխոնարինք այս պահվան մեջ եւ գխնդրենք, որ քու օրհնությունդ հանգչի մեր պաշտամունքին վրա։ Պատրաստես մեզ Տեր, մենք ալ պատրաստ ենք քու ցայնդ, քու խոսքդ լսելու։ Ուստի գխնդրենք, որ Սուրբ Հոգին կործե խոսքդ առնելով մեր ներսիտի մեջ եւ հոն դեղ գտնե եւ բդուղ փերե։ Այո Տեր, խոսքդ գենթանի է, խոսքդ որպես գենացած մեր հոգիներուն սնունդ է, նաեւ մեր շավիղներուն լույս, մեր ջամփուն ջրակ է։ Փառք ունենք Տեր, փառք ունենք, որ առանցին չենք այս աշխարհի մեջ եւ ոչ թե միայն հոս առանցին չենք, հապա մեր վերջնական վայրը հոս չէ, հապա Տեր մեզ հավիտենական կյանքի հույսով ներշնչած ես։ Փառք ունենք, որ ընդունեցիր քու զավակներդ եղանք եւ դու մեր Տերն ես, մեր փրկիչն ես, մեր թագավորն ես։ Ուստի Տեր, քեզի հետ կգալենք հոս եւ ամբողջ հավիտենականության մեջ քեզի հետ պիտլանք։ Փառք ունենք այս Մխիթարիչին համար եւ այս Սուրբ Հոգվույն ներկայության համար մեր սրտերու մեջ, որ մեր կյանքերը գջոխացնե, մեզ գուրախացնե եւ այսպես Տեր իրապես մենք երանելիներ ենք։ Շնորհակալ ենք Տեր, կխնդրենք սկիզբը մինչև վերջ այս պաշտամունքը թուն առաջնորդես։ Քո առջևդ կփերենք Տեր մեր բոլոր հիվանդները, որոնք անգողինի գծարային, բոլոր անոնք, որոնք ցավեր ունին, ֆիզիկապես, հոգեպես, քեզի գարոդ են Տեր, գաղութենք, որ բոլորին թուն այցելես, մխիթարես, միջամտես իրենց դժվարությունները լուծես Տեր։ Շնորհած քայդ առջև կփերենք բոլորնալ իրենց անուններով, ըլլահոս մեր երկրի մեջ եւ ըլլա անոնք, որոնք Տեր դարբեր երկիրներու մեջ կգտնվին եւ Տեր քու օգնությանդ կգարոդին։ Հիշենայ մեր հայրենիքը Տեր, այցելես մեր ժողովրդին, մեր բոլոր ղեկավարների մասնությամբ օժտես, որբեսի անոնք շիդակ ընդրություններ կատարեն, խռովյալ երկիրներ տալ Տեր, քեզի կփերենք, որ դու քու խաղաղությամբ այցելես, Հիսուսի անունով կխնդրենք, ամեն։ Հրամեցեք։ Պիտի շարունակենք մեր պաշտամունքը 558-րդ երգը երգելով, 558-ը այս երգին առաջին, երրորդ եւ չորրորդ տուները երգենք։
Բարք դերոջ, որ առանցին չենք, վխիթարիչը մեզի հետ է, մեզ գարաչնորդ է, երանի թե թույլ դանք, որան մեզ առաջնորդ է, երբեմն գարկիլ ենք, ուզենք մենքыз մեզի առաջնորդել, այսինքն մեր անցերուն վստահելով, մեր խելքին վստահելով։ Եկեք 8-րդ երկնալ երկենք, երթիվ 8-ը, փրչիս պիտ պատմեմ, փորձությունս ամեն, այս երկինալ առաջին, երկրորդ և չորրորդ ուները։ Alcem gărnariez, per
Մեր վերջին երգը պիտի թիվ 45, որ մետքը ժամանակը հայտարարություններում պիտի տանք եւ ապա մեր սիրո նվերներում թիվ 45 երանտունակյով բոլոր դուներն ալ երգենք Իրապես մեր լավակույն բարեկամն է, այնպես որ գրնանք ամեն բան իրեն պատմել։ Աստուծո խոսքեն հատված մը պիտի գարտամ, որ գտնվի Եփեսացիս 6-րդ գլուխի մեջ, 18-րդ համարն է, ուր առաքյալը գսե, ամեն աղոթքով ու խնդրվածքով ամեն ադեն աղոթք կրեք հոգիով, ու այս բանին վրա հսկեցեք գադարյալ հարադեվությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Մեր նյութը պիտի շարունակենք աղոթքի շուրջ խորհրդածություն անցյալ գիրագի սկսած էին եւ աղոթքի մասի խոսեցանք եւ տեսանք թե այս նյութը կարեւոր է եւ խոսեցանք անցյալ գիրագի երկու գեդերու վրա։ Ինչ է աղոթելը եւ որու պետք է աղոթենք։ Ըստ երևույթին բարձ եւ անկարևոր միտքը գերեվի։ Այսինքն աղոթքի մասին այդքան լսելու գարիքը չունենք, որովհետեւ մենք արդեն փոքր եղած ադենից գաղոթենք, այնպես որ սորված ենք աղոթելը։ Այսօր այդ մեկտեղ հագարակ որ շատեր բարձ գարնեն, շատեր աղոթ կապար ուդին, սխալ ըմբռնումներ ուդին այս նյութին առնչությամբ։ Եվ մենք գիտենք, որ ամեն սխալ ըմբռնում, սխալ վարմունքի եւ թիրքորոշումի գարաչնորդ է մարդս։
Անորաբար լավ գլա որ աստվածային նյութերու առնչությամբ առողջ շիդակ գիտություն ունենանք։ Անցյալ գիրագի գարկմը գեդեր հիշեցի, ըսելով թե ինչ չէ աղոտքը, կուհուսամ որ խորեցակ այս ուղությամբ, սակայն արակմը հիշեմ, աղոտքը արդասանությունը չէ, կարդասանես, սովորությունը չէ, աղոտքը ըստիբողականություն չէ, մեկը ուրիշ մգբարդատրե և թուն գաղոթես, գստիբե քեզի որ աղոթես, աղոտքը նաև միագողմանի խոսակցություն չէ, աղոտքը նաև դրդունչի կամ քանքադիմը արդահայտությունը չէ, ով ասված ինչու այսպես հրիր, ինչու եղավ այս և այլն։ Հաբա ինչ է աղոտքը, աղոտքը աստուծո հետ խոսակցություն է, մդերմիկ հաղորդակցություն է, մդերմիկ, սիրո կետնի վրա հայր որդի հարաբերություն է, որևէ հաղորդակցություն, խոսակցություն միագողմանի չլար, սակայն շատերու համար աղոտքը մեկ կողմե խոսիլն է, թիմացինին և թիմացինն ալ ստիպված է մտիգնելու ինձի, այնպես որ ինչպես որ գարկմը այր մարդիկ կան, որոնք միայն գխոսին և գիներ պետք է մտիգնեն, չսելու համար հագարակը այր մարդիկսի, միագողմանի խոսակցություն չէ, շատ մահավատացյալներ մեկ կողմեն գխոսին, այդ չէ, նաև ըսինք թե աղոթելը կամ աղոտքը քողունակությամբ շնորհակալություն հայտնելով Աստծո հետ խոսիլ է։ Եվ այսօր անցնենք երրորդ կետին, ինչպես աղոթել։ Պատասխանը առաքյալը գուդահոս, որ գարտացինք 18-րդ համարի մեջ, ամեն աղոտքով ու խնդրվածքով ամենադեն աղոթ գրեք հոգիով։ Այսինքն, ըստ հունարեն բնակիրին բացատրության երկու բան կհասկանանք։ Սուրբ հոգիով աղոթել, աղոթ գրեք Սուրբ հոգիով, այսինքն Սուրբ հոգիով առաջնորդված, երկրորդը միտքով աղոթ գրեք։ Գիտենք, որ միտքը հոգին կենտրոնն է։ Այնպես որ երբ որ գաղոթենք, կհասկանա մեր միտքը ինչ որ գխոսի լեզուն գիմանա կհասկանա։ Ուրեմն թե Սուրբ հոգիով առաջնորդված, թե երբ գաղոթենք գիմանանք մեր ըսածին։ Եվ ոչ թե մարմնավոր զգացումներու աստեցության տակ օրորվելով, ալելույա եւ մեր անձերեն դուրս ելնելով այնպեսի խոսքեր ասել, որ ոչ լսողներ կհասկանան, ոչ ինք կհասկանա։ Հաբա միտքը մասնագից կդառնա։ Աղոթ կնեմ հոգիով եւ աղոթ կնեմ բդարությամբ, միտքը կհասկանա։ Չիտակցությամբ, աղոթքի ժամանակ մեր անձերեն դուրս չենք ելներ, ինչպես գնային գրաբաշները։ Գորոնթոսի մեջ գարկմը մարդիկ նույնը սկսան ընելու, իրենց անձերեն դուրս կելեին եւ Հիսուսը գնազովեին։ Եվ առաքյալը գսե գարելի չէ մեկ Աստծո հոգին ունենա եւ Հիսուսը նզովվե։ Ուրեմն աղոթ կնեմ թե Սուրբ հոգիով առաջնորդված եւ թե գիմանամ գահասկնամ իմ ըսածս։ Սուրբ հոգիով եղած աղոթքը Աստծո գամքին համաձայն աղոթքն է։ Երբ մենք գարաչնորդվենք Սուրբ հոգիով աղոթել, Աստծո գամքին համաձայն գաղոթենք։ Գհրաժարինք մեր եսը, մեր ցանկությունները կոհացնելու բանջներ ներկայացնել է։ Բողոս առաքյալ Գորոնթացված նամակի մեջ գսե Սուրբ հոգին ագնարգելով, վասնզի հոգին ամեն բան գքննե, Աստուծո խորունգ բաներն եւ Աստուծո բաները մեկը չգիտեր, բայց միայն Աստուծո հոգին։ Եվ մենք այս աշխարհի հոգին չարինք,
հաբա այն հոգին, որ Աստծուց մե է, որբեսի մենք ճանչնանք այն բաները, որոնք Աստծուց մե դրվեցան մեզի։ Հետևաբար Սուրբ Հոգին Աստծո կամքը գիտե, մեր մեջ խոսքեր գտնե, խնդրանքներ Աստծո կամքին համաձայն, որտեղ Հոգին գիտե Աստծո բաները։ Ուրեմն պայմանավոր թույլ պիտի տանք եւ ոչ թե աղոթածադենից այնպես պիտի աղոթենք, որպես թե մեր շուրջիններուն լսելի դառնա, լավ շարադրված անսխալական շարադրություններով, բարերով, որպեսզի լսողներ լավ դպավորվին։ Մենք գաղոթենք, որպեսզի Աստված լսե եւ պատասխանե։ Ուրեմն Սուրբ Հոգին գարաչնորթվենք։ Մենք աղոթ կնենք ոչ թե մարդիկ լսելու համար, հապա որպեսզի Աստված լսե։ Շատ անգամներ աղոթներ կլսեն, որ Աստուծո խելք կուտան։ Գամալ Աստուծո գիհիշեցնեն ինչ հրած է եւ ինչ պետք է անե։ Ուրիշներ աղոթքի ժամանակ ասորանոր խոսք կզարնեն։ Մորցեր են, որ Աստուծո հետ կխոսին։ Ուրեմն աղոթքը Սուրբ Հոգիով եղած աղոթքը Աստուծո հետ, Աստծո կամքին համաձայն աղոթելը։ Դերը իրապես շնորհքն է, որ ասիգա մեր ամենօրյա փորձառությունը լա։ Սուրբ Հոգիով առաջնորդությամբ աղոթենք, որպեսզի մեր աղոթները լսելի դառնան։ Դարձյալ աղոթք ընեն ակնկալությամբ։ Մեկը ասած է ակնկալ է մեծ բաներ Աստծուց մե, փորձե մեծ բաներ անել Աստծո համար։ Աղոթք առանց ակնկալության կնշանակե քողարկված անհավատություն։ Այդ կնշանակե արդասանված աղոթներու մեջ ակնկալություն չկա։ Թութակի պես նույն խոսքերը կարդասանեն, գսեն, գգրտնեն, ակնկալություն չկա։ Սակայն հոգիով եղած, գիտակցությամբ եղած աղոթքի մեջ ակնկալություն կա, կսպասե մինչև որ առնե։ Հովանես Ավետարանիչ իր նամակներու մեջ առաջին նամակին 5-րդ գլխի մեջ այսպես կսե 13-ին 15-ը պիտի գարտամ։ Այս բաները գրեցի ցեզի, որպեսզի գիտնաք, թե հավիտենական կյանք ունիք դուք, որ Աստուծո որդվույն անվանը գահավատաք, եւ այն համարձակությունը, որ մենք անորքով ունենք, այս է, որ ինչ բան որ խնդրելու լանք իր կամքին համեմատ գլսե մեզի։ Եվ եթե գիտնանք, թե մեզի գլսե, ինչ որ խնդրելու լանք, ուրեմն գիտնանք, թե գարնենք խնդրանքնից, զոր գխնդրենք իր մե։ Մի քանի անգամ գիտնալ բառը գարտացինք։ Գիտենք, մանավանդ առաջին մասը, գիտենք, որ մենք հավիտենական կյանք ունենք։ Ինչ հիանալի է, քրիստոնեությունը գիտակցության վրա հիմնված է։ Մենք գիտենք, երբ գաղոթենք, գիտենք, որ Աստված կլսե եւ եթե իր կամքին համաձայն է, գագնգալենք, պիտի պատասխանե։ Սակայն այս գիտակցությունը ունենալու համար մարդը պետք է Աստծո հոգին ունենա, այլապես թութակի նման պիտի արդասանե իր սորված աղոթները։ Դարձյալ ինչպես աղոթել համարձակությունով եւ հավատքով։ Աղոթքը գհիմնավորվի գետրոնանա Աստծո խոստումներուն վրա։ Բողոս Արաքյալ Եփեսացվոս թուղթի մեջ կսե, որով մենք համարձակություն ու մոդենալու արտոնություն ունենք վստահությամբ իրեն հավատալով։ Նման խոսքը կգարտանք նաև Եբրայեցվոց թուղթի մեջ 4:16 Ուստի ալ համարձակությունով մոդենանք շնորհած քայ աթորին առջև, որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղածադեն մեզի օգնելու։ Համարձակությունով
մոդենալ։ Ինչ գեղեցիկ համարձակությունով։ Այս մոդենալը, երբ որ գսե համարձակությունով մոդենալ, ինչ կհասկնանք, Աստուծո ինչպես կմոդենանք, ինչու պիտի մոդենանք, խոնարհություն ունել եւ բայ, խոսիլ, աղոթել է, աղոթքի գագնարգ է, անոր մոդենալ, աղոթել կնշանակե, համարձակությունով կմոդենանք, ինչ հիման վրա համարձակությունով գաղոթեն, պատասխանը Հիսուսի արյունով է, Հիսուսի արյունով, որ նոր ջամփամը բացավ, եթե համարի շարունակությունը գարտակ Եբրայեցիոս թուղթի մեջ, անոր մոդենալու համարձակությունով Քրիստոսի արյունովը, անոր արժանիքովը կմոդենանք, աղոթել գա, բոլոր գրոնքի պատկանողներն ալ գաղոթեն, բոլորը անխդիր գաղոթեն, աղոթքը, որուն հիմքը օրենքն է, մարդը գիտե, ադի լսած է, սորված է եւ գսե Աստված մեզի ստեղծեց եւ օրենք դրած է, որ պետք է երթանք, շարունակ, բաշտենք եւ աղոթենք։ Եվ եթե չերթանք, անորքով գարձեք Աստված ձեր մորուն ցերկը կավազան աթորի վրա նստած, Աստված մնա չեմ գիտեր, մարդիկ երբ գաղոթեն իրենց երևակայության մեջ ինչ կա արդյոք այդպես մեկը գա, հիմա ես գերտամ, ասանք մեկը ըլլալու է Աստված, ասանք այնպես որ գերտամ գաղոթեն, ինչ որ պետք է գարդասանեն, որպեսզի Աստված չչղայնանա եւ ինձ չբաճե։ Մարդոց մտքերու մեջ, դարբեր գրոնքներու մեջ, իսլամությունը այդ տասագարքին կպատկանի, adorաբար 5 անգամ գաղոթեն, որտեղ չեն ուզեր իրենց Աստվածը փարգացնեն, բայց աղոթք կա նաև, որուն հիմքը շնորհքն է, օրենքի հիման վրա աղոթողը այն ըմբռնում ունի, ինչ որ քիչ առաջսի, Աստված ինձ ստեղծած է, չեմ ճաշտարզային, միայն գիտեմ, որ գփարգանա, գբաճե, չիղեր երբ որ խանգարվի, աշխարհը դակն ու վրա գնե, այնպես որ պետք է երթամ ես իրեն աղոթեմ, բայց շնորհքի հիման վրա աղոթողը գիտե, որ Աստված իր հայրն է, մեծ դարբերություն կա, ապա հայր գսե, ով հայր գսե, Հիսուս երբ աղոթել սորվեցուց, երբ գսե գաղոթեք, ինչպես կսկսենք, հայրներ, մեր հայրն է, ինչպես որդի հայր, կամ զավակներ ծնողքին հետ, ինչպես կհարաբերին, հայր գսեն, գաղոթեն, եւ այսպես է շնորհքի հիման վրա աղոթքը։ Քանզի գսե թուք ծառայության հոգին չարիք կրգին բախտնալու, հաբա որդեքության հոգին արիք, որ անով գգանչեք, ապա հայր։ Չեմ գրնար հասկնալ, այսալ դգարություն սեբեցեք, որ գարդմը աղոթաժողովներու, կամ հաղորդության բաշտամունքի ընթացքին, բոյը մեգուն չեմ ուզեր վիրավորել, նպատակ չունիմ, չեն աղոթեր, գամչնամ, ինչու գամչնաս, հայրդ է, թուն գաղոթես, որ շուրջիներդ լսեն, ես գիտես աղոթածադես չեմ կի դեսակ մը գսկամ, ինչու գսկաս, կնա հորդ, զավակը, անոք որոնք զավակներ մեծուցած են, երբ որ հայրը դեսնե, ինչպես գերտա անոր գխոսի, թրացին չի գրգեր, եթե պահն պետք ունի, կացեք բաբայիս պահմը ասեք, ես գամչնամ երթալու, ինչու այս ըմպրնումը գա, ինչս էլ է գամչնամ, հորդ հետ կխոսիս, դունիս մեջ գաղոթեմ, շատ համարցակ, օքեյ, հավաքական աղոթքի մեջ ալ Աստուծո հետ կխոսենք, ոչ թե իրարու լավ շարադրված աղոթներ լսելի դարձնելու համար, այնպես որ կքաչալերեմ, որ այս դժվարությունը ծեր հորը դանիք, երբ դունի մեջ գաղոթեք առանցին հոն, ըսեք ով դեր ես չեմ գրնար ամփոխի մեջ աղոթել, ինչու համար, եւ դերը պետք եղածը պիտի ըսե, այնպես որ համարձակությունով գմոտենանք,
օրենքի հիման վրա աղոթողը կարելի չէ հավատք եւ համարձակություն ունենա։ Աստված մեծ է գնան ասել դարբեր գրոնքներ Աստված հզոր է, մեծ է, ստեղծիչ է եւ այլն եւ այլն։ Բայց երբեք չպետք է կարողանա խոսել Աստուծո մեծության մասին, որ հայտնվեցավ իր շնորհքով։ Աստուծո մեծությունը իր շնորհքի մեջ կտեսնենք։ Ինչպես աղոթելի են ուրեմն ակնկալությամբ։ Նաև աղոթելու ենք հարադևությամբ։ 18-րդ համարի մեջ, որ գարտացինք, ամեն աղոթքով ու խնդրվածքով, ամեն ադեն աղոթ գրեք հոգիով ու այս բանին վրա ասկեցեք գադարյալ հարադևությամբ ու աղաչանքով։ Աստված կուզե սիրելիներ, որ մենք մեր հաղորդակցությունը շարունակ, անոր հետ խոսակցությունը միշտ լա, հարադևորեն լա, ոչ թե միայն դոնական օրերում, կամ հատուկ ժամը, հատուկ վայրը, այնպես որ հարադևորեն, եւ ասիկա մեծ բադիվ է, քիչ բան չէ ասի, մարդը Աստուծո հետ պիտի խոսի, ովևէ ադեն, այնպես որ խոսինք, Եփեսացված թուղթի մեջ 18-րդ համարը, որ գարտացինք, նախորդ համարներում մեջ ըսպարազինության մասին կխոսի։ Հոն կնկարագրե հավատացյալին թշնամին եւ գարտ մթելադրություններ կնե, ավելի ճիշտ պատվերներ կուտա, որբեսի զինվինք հագարագործին թեմ, պատերազմինք, հոգևոր պատերազմ, գսե այսօր համար ծեր վրա արեք Աստծո ըսպարազինությունը, որբեսի կարող լակ չարության օրը թեմ թնել, ու ամեն բանը լմնցնել եւ հաստատուն գայնիլ եւ յետ կգսե աղոթել։ Ըսպարազինության վերջին մասին մեջ հարադեպության աղոթելը կպատվիրե։ Ինչու համար աղոթքը վերջավորության գհիշե, որտեղ կարևոր չէ, ոչ, անոր համար չէ։ Արաքյալը ասել գուզե, նույնիսկ ըսպարազինվիկ ալ, եթե չաղոթեք, պիտի չկարենաք հաղթել հագարագործին։ Հարադև աղոթքը մեզ ըսպարազինված պիտի պահե, անոր համար գսե 18-րդ համարը։ Ամեն աղոթքով ու խնդրվածքով, ամեն ադեղը աղոթ գրեք հոգիով, ըսպարազինվել են ետքը։ Առանց աղոթքի կարելի է ըսպարազինությունը մեր վրա են հանել։ Աղոթքը անորաբար վերջավորության գսե եւ հարադեվել։ Հոգիներու թշնամին արթուն է երբեք չի քնանար, երբեք։ Առանց թաթարի գաշխատի եւ գծրակրե։ Ինչպես պիտի հաղթենք, վերջին գետ մնալ հիշենք, երբ աղոթելու ենք, Քի ծպած է, Աստուծո հետ խոսելու, օգտվողը, օրհնվողը թուն պիտի լաս, շատ մտժվարությունները զերծ պիտի մնաս, երբ գաղոթես շարունակ, սխալ որոշումներ պիտի չառնես, շիդակ ընդրություններ պիտի կատարես, երբ անոր առաջնորդությունը կխնդրես, որտև ան ներգան եւ աբական գիտե։ Մենք միջև թիմացը կտեսնենք, չենք գիտեր յետքի ինչ պիտի, բայց անոր առաջնորդությունը երբ կխնդրենք, մեզ գարաչնորդ է գսե հիմա ոչ, հիմա ասքայլը միներ, աստքորձը միներ, անոր համար շարունակ հորդ հետ խոսե, քիծը պաց է, ուրեմն ըսպարազինվել և շարունակ աղոթել։ Կարևոր է աղոթքը մեր բոլորին համար։ Ուրեմն Աստված գխոսի երբեք չստիպեր։ Մեզի գինա որոշել։ Այս 40 օրվա բակի մեջ աղոթքի շուրջ լսեցինք։ Ինչ է մեր թիրքը։ Պիտի հարադևենք, պիտի աղոթենք, թե ոչ պիտի շարունակենք
որպես արդասանություն եւ այդպես էլ շարունակել։ Երանի թե արթունանանք։ Ամփոփելով արակը հիշեմ, ուրեմն աղոթքը արդասանություն չէ, միագողմանի խոսակցություն չէ, դրդունջ ներկայացնել չէ, Երանի ասկի հետո չի դրդնչենք, մեր աղոթներով Աստուծո խելք չի տանք, ոչ էլ քանքադինք։ Նաև որու բիդաղոթենք, Արաքյալը գսե ամեն բանի մեջ, գսե բանի համար հոգ միանեք, հաբա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով ծեր խնդրվածքը որու հայտնի ըլլա Աստուծո պիտի հայտնենք։ Մարդոց մեհուշ չի գա, այնպես որ Աստուծո հայտնի է։ Դարձյալ ինչու բիդաղոթենք, որովհետև ճշմարտությունը գարաչնորթե մեզի եւ ցևոմը գստիբե որ աղոթենք։ Աստված երբ կհասկանանք, թե ով է, երբ կճանչնանք անոր անուն սերը, անոր գադարած կորձը, որքան մեզ սիրեց, Դեր Հիսուսը աշխարհ գրգեց մեր հոգիներուն փրկության համար, մեզ գործնե ամեն օր, նյութապես, ֆիզիկապես, հոգեպես, եւ մեզ գսիրե, հագարակ մեր թերություններուն, դգարություններուն, մեր ստեղծիչն է, մեր հայրն է, այս բոլորը մեզ գստիբեն անոր երթալ եւ շնորհակալություն հայտնել։ Ոչ թե Աստված գստիբե, եւ եթե չերտանք գբած չէ, հաբա ճշմարտության գիտակցությունը մեզ Աստուծո գարաչնորդ է եւ գծնդրացրենք երկյուղածությամբ շնորհակալ ենք գսենք։ Երևակայ մեկը իր ցերքը երկարե քեզի վերցնի։ Thank you, չեսսեր, շնորհակալություն չես այդնել։ Այդքան աբերախտ, մարդը այդքան աբերախտ է, դժբախտաբար։ Աստուծո բարիքները գարնե շնորհակալություն բչի այդներ։ Այնպես որ ճշմարտության գիտակցությունը մեզ գստիբե երկնավոր հոր երթալու եւ փառք տալու շնորհակալություն հայտնելու։ Նաեւ աղոթել ովևէ ադեն, աղոթել համարձակությունով, համարձակությամբ։ Համարձակությունը ոչ թե հբարդությամբ հանթկնություն ունենալ ասպես համարձակ Աստված կարծես մեր ծարան է Հիսուսի անունով ոչ հուրարեն փնակիրը Փարիսիան գսե Փարիսիան կնշանակե մեր միտքը հայտնելու համարձակությունը մենք Աստուծո կմոտենանք համարձակությամբ այսինքն մեր միտքը կհայտնենք մեր փափակը կհայտնենք այն համարձակությունը, ինչու, որտեղ մեր հայրն է, ինչպես մենք չենք ամճնար մեր հորը, մորը երթալու, այդպես, ուրեմն համարձակությունը հբարդությամբ, հանթկնությամբ, ասպես քորոզությամբ Աստծո երթալ չէ, որպես թե Աստված մեզի պետք ունի, գիտես, եկանք մեր բարտքը գադարեցինք, բարտականությունը ըրի, եկեղեցի կացի աղոթեցի, վերջացավ, քոհացիր, ոչ, երկյուղածությամբ մեր միտքը գայտնենք, մեր սերը գայտնենք եւ մեր խնդրանքները անոր կներկայացնենք եւ գանցնենք։ Այս է համարձակությունը։ Նաեւ հավատքով, ակնկալությամբ եւ հարադեվությամբ գաղութենք։ Թող Աստված այս ճշմարտությունները մեր սրտերում մեջ թրոշմե։ Մեծ բադիվ է, մեծ շնորհք է, ասկի ավելի մեծ շնորհք չի գտնարել։ Որ մարդը Աստուծո կա եւ խոսի հետը ովևէ ադեն որ չափ որ գուզես երբեք պիտի չցե հոգնեցա այլևս գլուխս ցավծուցիր չես կորչունիմ քեզ մոբիդի սպարին երբեք անգսիրեք ես թերություններով դգարություններով կորցած մեղքերով գսիրեք ես անոր քնա քո հայրը դե ուրեմն այսպես մենք աղոթող հավատացյալ դերլանք իբարս երորդության ամեն Դերը ցեզ արադաբես օրհնե եւ իր շնորհքի մեջ բահե վերջավորությամբ պիտի երգենք 22-րդ երգը քեղեցիկ երգ մնե 22
Եկեք այս երկը ոտքի վրա երկենք եւ աղոթքով պիտի փակենք 22 ոտքի վրա անոնք որոնք կրնան Բաշտելի հայր որքան փառք ունենք որ մեր Տեր Հիսուսին միջոցով մեր հայրը եղար քեզի կմոտենանք ոչ թե մեր արժանիքով Հաբակումյաձի որդվույթ մեր սիրելի փրկին Տեր Հիսուսի արժանիքով եւ անոր անունով այո Տեր փառք ունենք այս մեծ բադիվին համար կրնանք ովևէ ադեն որևէ դեղ մեր ցայները քեզի բարձրացնել օգնե Տեր որ առողջ գիտություն ունենանք եւ լավ ճանչնանք քեզ այո Տեր դու մեզ գսիրես գողորմիս գկտաս նաեւ սուրբ եւ արդարես ուղիղ սիրտով քո արչեւդ կալենք եւ մեր նպատակը լա քո գամքդ կատարել այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն եւ բդուղ բերեն քո փառքիդ համար Հիսուսի անունով ամեն